Okay, որոշել եմ պատրաստել կարկասային տուն։ Բա հետո առաջինը դա գաղափարն է։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչի համար է ձեզ պետք կարկասային տունը։ Ողջույն բոլորին։ Նախորդ վիդեոում մենք խոսում էինք կարկասային տների գնագոյացության մասին։ Եթե դեռ չեք դիտել այդ տեսանյութը, ապա անպայման դիտեք, որովհետև այնտեղ կգտնեք շատ կարևոր ինֆորմացիա։ Իսկ այսօր մենք կխոսենք այն 5 քայլերի մասին, որոնք որ դարձնում են տունը տուն։ Շատ հաճախ, երբ մենք խոսում ենք կարկասային տների մասին, մարդկանց մոտ առաջանում է մի հարց. Okay, որոշել եմ պատրաստել կարկասային տուն։ Բա հետո Ինչ չէ տարկրում։ Ով այլ է, ոնց այլ է, երբ այլ է, ինձ հետարկրում է, ով այլ է։ Այս հարցը ծագում է, որովհետև շատերը շինարարությունը պատկերացնում են ինչ-որ քաոսային իրավիճակ, անընդհատ շինարարների հետ խնդիրներ, խնդիրներ, նյութերը թափված բոլոր տեղերում, շատ երկար ժամկետներ եւ այլն։ Բայց եթե ամեն ինչ ճիշտ է կազմակերպում, շինարարությունը իրականում վերածվում է շատ հետաքրքիր process-ի, նման է ոնց որ puzzle հավաքես, քայլ առ քայլ մոտենում ես քո երազանքին։ Առաջինը դա գաղափարն է։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչի համար է ձեզ պետք կարկասային տունը։ Տարբերակները մի քանիսն են՝ ամառանոց, մշտական բնակության համար տուն, օրավարձով տրամադրելու համար միջավայր եւ ավելի գլոբալ տարբերակ դա գլեմպինգ։ Որովհետև մշտական բնակության համար նախատեսված տունը մի խնդիրն է լուծում, օրավարձով տրամադրելու համար մյուս խնդիրն է լուծում, իսկ գլեմպինգի պարագայում լրիվ ուրիշ խնդիր ենք մենք լուծում։ Միտեղ կարևոր է մեծ տերասան, միտեղ կարևոր է ավելի շատ ջերմամեկուսացում, միտեղ կարևոր է պանորամային պատուհաններ։ Եթե դուք ունեք արդեն գաղափարը, կարող եք դնել տուն կրաֆտ եւ մնացած քայլերը մենք կվերցնենք մեզ վրա։ Քայլ 2. Դա նախագծումն է։ Շատերը համարում են, որ սա անիմաստ բան է, որովհետև ասում են, ես նկարել եմ թղթի վրա, պատկերացնում եմ 5-ը 6-ի վրա, ինձ տուն է պետք է, ինչ նախագիծ, ինչ բան։ Իմ անունը մոզգ։ Այս տարբերակը աշխատում է, եթե դուք ուզում եք պատրաստել մի հատ տուն, չունեք մեծ բյուջե, նախատեսում եք հենց շինարարական աշխատանքները ինքներդ անել, այդ պարագայում այո, իմաստ չունի նախագծելը։ Բայց եթե դուք ուզում եք ունենալ լիարժեք տուն, որտեղ որ մտածած կլինի բոլոր ապրելու սցենարները, մտածած կլինեն բոլոր ինժեներական համակարգերը, կլինի կարկասի հաշվարկ, որ ինքը ոչ մի պարագայում չփլուզվի, այդ պարագայում նախագիծը պարտադիր է։ Շարունակի։ Այս փուլը պարունակում է պլանիրովկա, այսինքն միջավայրի հատակագիծը։ Եթե հողամասը 6 է, նաև հողամասի գենպլանը, որտեղ որ դուք կտեսնեք, թե որտեղ է դրվելու ձեր տունը ու ոնց կարելի է իրան օգտագործել մաքսիմալ էֆեկտիվ։ Նաև լինելու է սանհանգույցի տեղը, լինելու է խոհանոցի տեղը, ննջասենյակի տեղը, ինչ լուծումներ է պարունակում, ինչ ինժեներական համակարգեր են մեջ է, ինչ լուսավորություն է, պատուհանները որտեղ են դրվում, ինչ չափի եւ շատ այլ կարևոր ինֆորմացիա։ Սա նաև նրա համար է, որպեսզի դուք ամենասկզբում պատկերացնեք, թե ինչ ռեզուլտատ եք վերջում ունենալու եւ շինարարից պահանջեք ըստ թղթի, սևը սպիտակով կամ կարող է եւ գույնավոր տպագրություն լինել։ Քայլ 3. Երբ արդեն ունենք գաղափարը, ունենք նախագիծը, գնում ենք արդեն կատարել հողամասի վրա աշխատանքներ։ Ինչ են անում այս փուլում։ Սա տարածքի նախապատրաստումն է, հիմքերի տեղադրումն է։ Հիմնականում կարկասային տների մեջ օգտագործում են կետային հիմքեր։ Դուք արդեն ծանոթ եք դրան նախորդ վիդեոներից։ Եթե ոչ, ապա կարող եք անցնել ալիք եւ դիտել մնացած վիդեոները, որովհետեւ շատ կարեւոր ինֆորմացիա են այդ վիդեոների մեջ, որը որ ձեզ կօգնի խնայել շատ ու շատ գումարներ։ Չորրորդ քայլը դա տան հավաքումն է։ Արդեն ունենք հիմքերը, որի վրա ամրացնում ենք հիմնական կարկասը մետաղային, հետո ջերմամեկուսացումը, հետո մեմբրանները, կոնտրաբրիշոտկան, տանիքը, ֆասադային նյութերը, պատուհանները եւ մի քանի շաբաթների ընթացքում թղթից տեսնում ենք ռեալ ռեզուլտատ։ Ճիշտ է, հնարավոր չի։ Եվ 5-րդ փուլը դա ինժեներական համակարգերն են եւ ներսի հարդարումը։ Այս փուլը իր մեջ պարունակում է էլեկտրականություն, ջուր, կոյուղի, օդափոխություն, պատուհաններ, դրանից հետո ներքին հարդարումը, հատակ, պատեր, սանհանգույց, լուսավորություն։ Եվ հենց այս փուլում է սկսվում տան իրական զգացողությունը։ Շատերը կարկասային տներին վերաբերվում են շատ մեծ սկեպտիզով։ Հալեսի չի հասկանում։ Հալեսի ուզբեկ է։ Որովհետև մի քանի ամսվա ընթացքում արդեն ստանում են ռեալ տուն ու դա առաջացնում է հարց.
Արդյոք սա էֆեկտիվ է, արդյոք սա ամուր է, արդյոք սա ջերմ է եւ այլն։ Իրականում, եթե ուսումնասիրել կարգասային տների տեխնոլոգիան, պարզ է դառնում, որ իր արագությունը իր ամենակարևոր առավելություններից է եւ ինքը չի զիջում քարե տներին, եթե արած է որակով եւ խղճով։ Երբ բոլոր փուլերը ճիշտ են արվում, տունը պարզապես շինությունից դառնում է երազանքի միջավայր։ Կարող եք դիմել Տունկրաֆտ եւ կստանաք ձեր բոլոր հարցերի պատասխանը, կստանաք գնային առաջարկ եւ կունենաք ձեր երազանքի միջավայրը, կլինի դա բիզնես նպատակով օգտագործելու համար, թե մշտական բնակության կամ ամառանոցի։ Անպայման բաժանորդագրվեք ասալիքին, որովհետև մենք շարունակելու ենք այս վիդեո շարքը կարգասային տների, տեխնոլոգիաների, գների եւ ճիշտ որոշումների հետ կապված։ Մինչ նոր հանդիպում։